Մենք շարունակում ենք մեր հայտնության գրքի քարոզաշարքերը եւ այսօր պիտի միասին նայենք հայտնություն 19-րդ գլուխը։ Եվ հետաքրքիր մեկ հատ պատկեր է գալիս մեր աչքերի առջև, որ թվում է թե այս բոլոր հայտնության գրքի իրադարձության կուլմինացիան է, գագաթնակետն է։ Հովհաննես առաքյալը հայտնություն 19-րդ գլխի 11-րդ համարից հետևյալն է ասում. Եվ տեսա երկինքը բացված, եւ ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր հավատարիմ ու ճշմարիտ, եւ նա արդարությամբ դատում ու պատերազմում։ Նրա աչքերը կրակի բոցի պես էին, նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ մեկ չգիտեր, բացի իրենից, հագել էր արյունով ներկած զգեստ, նրա անունն էր Բանն Աստծո, եւ ինքը մենակ չէ։ Այսպիսով հետևյալն են կարդում 14-րդ համարում, եւ նրա եւ երկնային զորությունները սպիտակ եւ մաքուր բեհես հագած սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ Ամեն Տիրոջ խոսքին։ Տեսնում ենք Քրիստոս սպիտակ ձիու վրա զորքի հետ միասին, որ իր ժողովուրդն է, իրպես սպիտակ հագնված գալիս են։ Հայտնության 16-րդ գլխի մեջ ուրիշ պատկեր ենք տեսնում, երբ որ չարը զորք է հավաքում, Արմագեդոն կոչված վայրում, որպեսզի Տիրոջ զորքը իր դեմ պատերազմի։ Եվ 19-րդ հատվածի մեջ տեսնում ենք Քրիստոս գալիս է զորքով։ Զորքով ասածը իր ժողովրդով։ Ամեն։ Մենք Տիրոջ զորքն ենք։ Մենք Տիրոջ զինակիցներն ենք։ Եվ թվում է թե հայտնության գրքի կուլմինացիան, հասկանում եք կուլմինացիա բառը, գագաթնակետը, Արմագեդոնի պատերազմն է։ Եվ ամեն բան լուծվելու է այս պատերազմի, այս ճակատամարտի դաշտում, ուր Քրիստոս պիտի հաղթի, եւ մենք գիտենք, որ Քրիստոս հաղթել է։ Սակայն արդյոք Քրիստոս գալիս է այս պատկերը, որ տեսնում ենք, սպիտակ ձիու վրա նստած, գալիս է Արմագեդոնի դաշտ պատերազմելու համար։ Թե ուրիշ պատկեր է ցույց տալիս մեզ Հովհաննես առաքյալը։ 16-րդ գլխում կարդում ենք, որ չարքը զորք է հավաքում այս Արմագեդոն կոչված դաշտում եւ ամեն բան անում է, որպեսզի մարդկանց շեղի եւ այլն, մարդիկ չապաշխարեն, սրտերը խստանան եւ այլն, եւ գալիս է բան, որ հիմա ճակատամարտը պիտի տեղի ունենա։ Սակայն ինչ ենք տեսնում 19-րդ գլխի մեջ։ Զորք Քրիստոս սպիտակ ձիու վրա, սակայն արդյոք պատերազմ պիտի տեղի ունենա։ Հռոմեացիների մոտ, հռոմեական կայսրության մեջ, այսպիսի մի բան կար, կոչվում էր տրիումֆ, երբ որ կայսրը կամ զորագլուխը զորքի որևէ պատերազմի կամ ճակատամարտի մեջ հաղթում էր, արժանանում էր տրիումֆի, այսինքն իր զորքի հետ միասին ներս մտնելու Հռոմ մայրաքաղաքը եւ այս հաղթական մուտքը կոչվում էր տրիումֆ, լատիներենով թարգմանված եռաքայլ, որտեղ զորքի հետ էր գալիս, տրիումֆ, եռաքայլ, եւ ովքեր որ բանակում ծառայել են, հասկանում են ինչի մասն է խոսքը, ձախ, աջ, ձախ, աջ, ձախ, այս բանակում մեր շարային քայլվածքը այստեղից է գալիս, հաղթական մուտքից է գալիս։ Տեսեք, կայսրը կամ զորագլուխը, որ հաղթում էր թշնամիներին, նստում էր սպիտակ ձիու վրա կամ կառքի վրա, որ սպիտակ ձիերով էր եւ զորքը իր հետևից ներս էր մտնում։ Այն ինչ որ նկարագրում է Հովհաննես առաքյալը հայտնություն 19-րդ գլխի մեջ, պատերազմի գնացող զորք չէ, այլ հաղթանակած զորք է, ով որ այս եռաքայլ ձևով, հաղթական ձևով, տրիումֆով ներս է գալիս, որտեղից գիտենք սա։ Հետևյալ նկարագրությունը կա, կարդացինք, որ երբ որ Քրիստոսին նկարագրում է, Քրիստոսի գլխին մի քանի թագեր կան, նշանակում է ինքը այդ թագերը արդեն հաղթել է, արդեն վերցրել է, որտեվ կայսրերը հենց այսպես էլ անում էին, իրանց հաղթած զորքի կամ
թագավորների թագերը վերցնում էին եւ որպես նշան ցուցադրելու համար ամբողջ Ռոմի քաղաքին իրանց գլխի վրա դրած կամ իրանց ձիերից կախած կամ կառքերից կախած ներս էին մտնում։ Եվ նույն պատկերը մենք այստեղ ենք տեսնում։ Հետաքրքիր նկարագրություն կա։ Ասում է, որ Քրիստոս երբ որ գալիս է, երեք բան ունի իր հետ։ Առաջին բանը հետևյալն է։ Սուրն է։ Եվ ինչպես այս սուրը նկարագրվում։ Քրիստոս գալիս է ձիու վրա նստած, սուր ունի։ Եվ այս սուրը ձեռքի սուր չէ, ձեռքին չէ, տեսեք ինչ է գրված։ 15-րդ համարից, հայտնություն 19-րդ գլուխ 15-րդ համար։ Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի։ Որտեղից էր սուրը ելնում։ Բերանից։ Հնարավոր է մեզ համար անտրամաբանական երևույթ է սա։ Բայց եթե Աստծո խոսքին ծանոթ եք, մասնավորապես Եբրայեցիների գլխում հետևյալ խոսքն է ասում հեղինակը։ Եբրայեցիներ 4-րդ գլուխ 12-րդ համար։ Որովհետև Աստծո խոսքը կենդանի է ու զորավոր եւ ամեն մի երկսայրի սրից ավելի կտրուկ, որ թափանցում է մինչև անձի ու հոգու հոդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը եւ մտքերի ու սրտի խորհուրդների զննողն է։ Ամեն Տիրոջ խոսքը։ Ուրեմն սուրը, որ դուրս է գալիս Տիրոջ բերանից, այլ բան չէ, քան իր խոսքը, Աստծո խոսքը, որ մենք ունենք մեր առջև դրված։ Երկրորդ բանը ներողություն, որ նկարագրում է հետևյալն է. եւ նրանց հովում է երկաթե գավազանով։ Շատերս ծանոթ ենք Սաղմոս 23-ին, ուր Դավիթ թագավորը փոխաբերական իմաստով Աստծուն որպես հովիվ է ներկայացնում։ Եվ ասում է. Տեր իմ հովիվս է, եւ ոչ մի բանի կարիք չեմ ունենա, ինձ խոտավետ արոտների մեջ կարաշճորտնե, հանդարտ ջրի մոտ կտանե եւ այլն եւ այլն եւ այլն։ Հետո գալիս է մի հատ համար, որ ասում է թեև մահվան շուքի ձորի մեջով էլ անցնեմ, չարից չեմ վախենա, որովհետև քո ցուպդ ու գավազանդ ինձ պիտի մխիթարեն։ Եվ Հիսուսի ձեռքին գավազան կա։ Եվ այս գավազանը փայտե գավազան չէ։ Գիտեք, ընդհանրապես իսրայելացիների համար գավազանը մեծ խորհուրդ ուներ։ Հիշեք Մովսեսի գավազանը, որի միջոցով ինքը ժողովրդին առաջնորդեց եւ որի միջոցով բազում հրաշքներ գործեց։ Ահարոնի գավազանը, որ ծաղկեց եւ այլն, եւ իրանք այդ գավազանի միջոցով ժողովրդի առաջնորդ էին կարգված։ Սակայն այս նկարագրության մեջ տեսնում ենք, որ այս գավազանը փայտե գավազան չէ, Մովսեսի գավազանի կամ Ահարոնի գավազանի պես, այլ ինչպիսի գավազան է, երկաթե գավազան է։ Հայերս այսպիսի մի ասացվածք ունենք։ Ասում ենք, քարը գլորվեց, խփեց կուժին եւ կուժը ջարդվեց։ Կուժը որոշեց վրեժխնդիր լինել։ Կուժը գլորվեց քարի վրա, խփեց քարին եւ կուժը ջարդվեց։ Երկաթե գավազանով է մեզ սովորվելու։ Այս խոսքը պատահական չէ։ Հայտնության գրքի առաջին հատվածում, երբ որ Հովհաննես առաքյալը մի քանի քաղաքների նամակ է գրում, Թևատիրի եկեղեցում հետևյալ խոսքն է ուղղում։ Սա գրված է Հայտնություն 2-րդ գլխի 25-րդ համարից ընթերցեմ։ Հայտնություն 2-րդ գլուխ 25-րդ համար։ Սակայն պահեցեք այն, որ արդեն ունեք, մինչև ես գամ, եւ նա, որ հաղթի, եւ իմ գործերը պահի, մինչև վերջ, նրան իշխանություն եմ տալու ազգերի վրա, եւ նա պիտի հովվի նրանց երկաթե գավազանով, եւ տեսեք ինչ է ասում, նրանք փշրվելու են բրուտի ամանների պես, այնպես, ինչպես ես իմ հորից ստացա, ամեն Տիրոջ խոսքին։ Եթե երկաթե գավազանը կուժին կամ հարվածես, ինչ կլինի, կջարդվի։ Շատ հաճախ
Երբ որ մենք խորհում ենք Տիրոջ խոսքի մասին, ուրիշ նկարագրության մեջ, Եսայիա մարգարոության մեջ, այս երկաթե գավազանը նկարագրվում է որպես Տիրոջ խոսք։ Սաղմոս 2-ի մեջ նույն նկարագրությունը կա, որ Աստված թագավորին երկաթե գավազան է տալու, որ խփելու է այս կավեկ ուժերին եւ դրանք ջարդվելու են։ Ինչու երկաթե գավազան։ Իմ բերած օրինակի պես շատ հաճախ մենք Տիրոջ խոսքը չենք դիտարկում որպես երկաթե գավազան, բայց Տիրոջ խոսքը գավազան է, որ մեզ առաջնորդում է, որ մեզ հովվում է եւ միևնույն ժամանակ այն երկաթից է։ Այո, կյանքում բավականին բաներ կան, բավականին գայթակղություններ կան, ցանկություններ կան, սկզբունքներ կան, ուժեղություն կա, հնարավորություն կա, մեզ թվացող զորություն կա, բայց երբ որ այս բոլոր բաները գալիս հասնում են Տիրոջ խոսքին, Տիրոջ խոսքը երկաթե գավազան է։ Եվ երբ որ բախվում են Տիրոջ խոսքին, երկաթե գավազանը չի ջարդվում։ Ջարդվում են այդ բոլոր թվացյալ ուժերը, զորությունները, գայթակղությունները եւ այլն։ Եվ Տիրոջ ձեռքին այս հաղթական մուտք գործող Տիրոջ ձեռքին երկաթե գավազան է։ Տերը մի օր իր աշակերտներին ասեց. երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքից շեշտ անգամ չի անցնել։ Արդյոք սա այն խորհուրդը չէ, որ ամեն բան փշրվում է, ամեն մեղք, ամեն բեռ, ամեն ուժ, զորություն, որ հավաքվում է, ինչպես որ 16-րդ գլխի մեջ հայտնության, որ Արմագեդոնը զոր կա հավաքում այնտեղ, որ պատերազմի Տիրոջ դեմ։ Բայց ինչպես պատերազմի։ Մահը անգամ Քրիստոսին չհաղթեց։ Անգամ մահը Քրիստոսին չհաղթեց։ Եվ որ մահը բախվեց Քրիստոսի խոսքին, փշուր եղավ, որովհետև Քրիստոս երրորդ օրը հարություն է առել։ Եվ սա է երկաթե գավազանը։ Հաջորդ պատկերը, որ ունենք, երկաթե գավազանից հետո ասում է. նրանց հովվում է երկաթե գավազանով եւ նա է տրորում ամենակալ Աստծո ահեղ բարգության գինու հնձանը։ Եվ նկարագրում է, որ հնձան կա։ Եվ այս հնձանը, ինչպես որ անցյալ անգամ նկարագրեցի, խաղողը տրորելու համար է։ Երբ որ խաղողը լցնում ես, տրորում ես, խաղողի հյութը թափվում է մեջից, կարմիր գույնի որպես արյուն։ Այս հնձանը խորհուրդն է Հիսուս Քրիստոսի դատաստանի, որովհետև ինքը, ինչպես որ այգեպանը խաղողը տրորում է հնձանի մեջ եւ դատաստան է անում կարծես խաղողին, այդպես Տերը դատաստան պիտի անի հեթանոսների եւ ամբարիշտների վրա։ Հետաքրքիր պատկերներ են։ Եվ ինչու եմ ասում, որ կարծես ոչ թե պատերազմի է գալիս Քրիստոս իր զորքով, այլ հաղթական մուտք է գործում։ Արմագեդոնի ճակատամարտ տեղի չի ունենալու, գիտեք ինչի, մի պատճառով, որովհետև Տերն արդեն հաղթել է։ Երբ որ տեսնում ենք Քրիստոսին, ուշադիր եղաք ինչ էր հագել։ Երբ որ կարդում էինք Տիրոջ խոսքը, ուշադիր եղաք, թե ինչ կար Տիրոջ հագին։ Նայեք գրված է. «Եվ տեսա երկինքը բացված, եւ ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր հավատարիմ եւ ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում եւ պատերազմում։ Նրա աչքերը կրակի բոցի պես էին եւ նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ մեկ չգիտեր բացի իրենից։ Հագել էր արյունով ներկված զգեստ»։ Ամեն Տիրոջ խոսքի։ Հիսուսին նկարագրում է մեկին, որպես զորավար, սպիտակ ձիու վրա նստած, եւ հագին պատմուճան կա, որ ամբողջապես արյունով է ներկված։ Այսպիսի պատկերը մեզ համար գուցե անծանոթ է, բայց այն օրերի զինվորի համար այս պատկերը շատ ծանոթ բան էր, զինվորականի համար։ Գիտես, երբ կարյունոտվի զգեստներդ, երբ որ պատերազմից վերադառնալու լինես, որովհետև պատերազմի ժամանակ, այո, պատերազմում ես, եւ շորերդ ամբողջությամբ արյունոտվում են։ Եվ այս պատկերը նոր չէ,
Այսպիսի Աստծո պատկեր եւս կա 5 կտակարանի մեջ։ Այսպիսի պատկեր հանդիպում ենք Եսայա մարգարեության մեջ, ուր Եսան աննկարագրելի միած ստեղծագործության միջոցով Տիրոջ դատաստանն է ներկայացնում։ Եսայա 62-րդ գլուխ 10-րդ համարից մինչև 63-ի 6-րդ համարները։ Տեսեք ինչ է ասում Եսային. Անցեք դարպասներից, պատրաստեցեք ժողովրդի ճանապարհը, ուղղեցեք լայն ուղին, քարերը միջից հանեցեք, դրոշ բարձրացրեք ժողովրդի համար, իրապես Տերն ազդարարեց մինչև աշխարհի ծայրերը, ասացեք Սիոնի աղջկան, ահա քո փրկիչը գալիս է, ահա նրա հատուցումը նրա հետ է, եւ նրա գործը նրա առաջ, եւ նրանց պիտի կոչեն սուրբ ժողովուրդ, Տիրոջ ազատագրվածներ, եւ քեզ պիտի կոչեն փրկված, չլքված քաղաք։ Եսայան կոչ անում, որ Տերը գալիս է, ճանապարհները պատրաստեցեք։ Հիմա Տերը կգա եւ 63-րդ գլխի մեջ նկարագրում է այս եկող Տիրոջը։ Տեսեք, Եսայան մի հատ տեսիլք է տեսնում, ուր նկատում է, որ անապատից մի հատ զինվոր է գալիս։ Հաղթանդամ, գլուխը բարձր, երբ որ այս հատված արաբերենով ես կարդում, այն հպարտություն, այն դիրքը, այն վեհությունը, որ այս զինվորի մեջ կա, աննկարագրելի է։ 63-րդ գլուխ։ Եսայան տեսնում է մի պատկեր եւ հարցնում է. ով է սա, որ գալիս է Եդովմից, կարմիր ներկված զգեստներով բորսայից, կրկին զինվորի ակուստը ամբողջությամբ կարմիր է։ Սա, որ փառահեղ շքած գեստով իր մեծ զորությամբ առաջանում է եւ պատասխանում է։ Ում որ հարցնում է, զինվորն է պատասխանում։ Ես որ խոսում եմ արդարությամբ, հզորը փրկելու համար։ Աստված ասում է, այս զինվորը ես եմ։ Քո հագուստներն ինչու են կարմիր, հարցնում է մարգարեն։ Իսկ հանդերձներդ հնձան տրորողի հանդերձի պես։ Երբ որ այգեպանը հնձանում խաղողը տրորում է, կարմիր խաղողը, տրորելով իր շորերն են կարմրում։ Եվ Եսայեն ասում է, ինչի է շորերդ կարմիր, կարծես թե հնձանում խաղող տրորող լինես։ Տերը պատասխանում է. հնձանը ես մենակ եմ կողոտել, եւ ժողովրդից ոչ մեկն ինձ հետ չէր։ Իմ բարկությամբ ճմլեցի նրանց, եւ իմ զայրույթով տրորեցի, եւ նրանց արյունը հանդերձներիս վրա ցայտեց, եւ բոլոր հանդերձներս ներկեցի, որովհետեւ վրեժխնդրության օրն իմ սրտում է, եւ իմ փրկվածների տարին եկել է։ Եվ ես նայեցի, բայց ոչ մի օգնող չկար, ասում է Տերը։ Զարմացա, որ ձեռք բռնող չկար, ուստի իմ բազուկս ինձ փրկություն բերեց։ Եվ իմ զայրույթը սատար եղավ ինձ, եւ իմ բարկությամբ ժողովուրդներին կողոտեցի, եւ իմ զայրույթով նրանց հարբեցրի, եւ նրանց ուժը գետին տապալեցի։ Ամեն։ Եսայեն նկարագրում Աստծուն որպես պատերազմից վերադարձող ռազմիկի, ով պատերազմել ոչնչացրել է բոլորին եւ հաղթական ձևով վերադառնում է։ Եվ քանի որ պատերազմից է վերադառնում, ամբողջ զգեստները արյունոտ են։ Եվ մենակ է։ Խոսքը Տիրոջ դատաստանի մասին է խոսում։ Խոսքը վերաբերվում է Տիրոջ դատաստանին, որ ինքը անելու է։ Այս պատկերը Հայտնություն 19-րդ գլխի մեջ, ուր տեսանք, որ կրկին Հիսուսի շորերը արյունոտված են, Հովհաննես առաքյալը ձևափոխում է, ինչպես որ մեզ համար ձևափոխվեց խաչը։ Երբ որ առաջի դարի մարդուն հարցնեիր, ինչ է քեզ համար խաչը, հետևյալ պատասխանը պիտի լսեիր. մահ, մահապատիժ, տանջանք, տառապանք։ Այսօր, երբ որ մեզ ես հարցնում, ինչ է խաչը, ինչ ենք պատասխանում, քրիստոնեություն, իսկ եթե ավելի հավատացյալ ես, փրկություն։ Այն մահապատժի գործիքը, որ այն օրերում սարսուր էր առաջացնում մարդկանց մեջ, այսօր մեր մեջ սարսուր չի առաջացնում, այլ ինչ, հույս, հավատք, փրկություն։ Եվ երբ որ
այս պատկերը կա, որ Տերը դատաստան պիտի անի, եթե չապաշխարեք գալու եմ եւ ինչպես հնձանում խաղողը կողոտելու եմ, այդպես էլ ամբարիշտներին, անաստվածներին, անհավատներին կողոտելու եմ, Հովհաննես առաքյալը փոխում է այս պատկերը։ Նկարագրում է զինվորին արյունոտված հանդերձներով, բայց այս արյունը այստեղ Հովհաննու 19-րդ գլխի մեջ ամբարիշտների ու անհավատների արյունը չէ, այլ ում արյունն է, իր արյունն է։ Այն արյունն է, որ նա թափեց մեզ համար։ Եվ պատերազմ գիտեք ինչի չի լինելու, որտեվ Քրիստոս պատերազմից է վերադառնում։ Քրիստոս արդեն խաչի վրա խայտառակեց եւ հաղթեց չարին։ Խնդրում եմ, այսպիսի մի նկար ունենք, գուցե շատ լավ չի ներկայացնում այն ճոխ պատկերը, ինչ որ հայտնության մեջ ունենք, բայց տեսեք, Քրիստոս վերադառնում է ոչ թե պատերազմելու համար, այլ արդեն հաղթած, վերադառնում է պատերազմից։ Կրկին երկրորդ անգամ պատերազմելու կարիք չունի, որովհետև արդեն իսկ պատերազմեց, արդեն իսկ հաղթեց։ Եվ իր արյունոտած հանդերձը մեր փրկության խորհուրդն ունի իր մեջ։ Հետաքրքիր պատկեր է նկարագրում Հովհաննես առաքյալը։ Քրիստոսին երկու անգամ ենք տեսնում կենդանի հեծած։ Առաջի անգամ գիտեք երբ է, այս դեպքն է, հաղթական մուտքն է Երուսաղեմ։ Եվ որ Քրիստոս նստած է ինչպիսի կենդանու վրա, էշի վրա, ավանակի վրա։ Եվ սա խաղաղության խորհրդանիշ է։ Քրիստոսի խոնարհության, Տիրոջը կամքը իրականացնելու, գնալու, զոհվելու խորհուրդ ունի։ Բայց այս երկրորդ անգամ, երբ որ Քրիստոս գալիս է, հաղթական մուտքով էշի վրա չէ նստած, սպիտակ ձիու վրա է նստած։ Հաղթական Հիսուս Քրիստոսն է, հաղթություն տարած Հիսուս Քրիստոսն է, որ գալիս է։ Ուրեմն կարդում ենք, որ գալու է Քրիստոս, ոչ թե պատերազմելու համար կրկին, այլ պատերազմած, պատերազմի մեջ հաղթած, իր զորքի հետ, այն մարդկանց հետ, ովքեր որ հավատալով Հիսուս Քրիստոսին, մինչև վերջ հավատացին նրան, եւ իրենց գեստները կարմիր չեն, արյունոտ չեն, այլ սպիտակ են, որովհետև մաքրված են։ Սպիտակը մաքրության խորհուրդն ունի։ Եվ շատ հաճախ հայտնության մեջ այս խորհուրդը կարդում ենք, ուր Հովհաննեսն ասում է լվացեք, ինձանից վերցրեց գեստներ, ձեր գեստները լվացեք, եւ դրանք ինչ պիտի դառնան, պիտի սպիտակ են։ Ուրեմն ինչ է մնում մեզ այս ամենը իմանալով։ Ինչ անենք մենք։ Երբ որ կարդում ենք Եսայիա մարգարեությունը, մինչ այս զինվորին ներկայացնելը, որ անապատից հաղթած դուրս է գալիս, Եսայիան կոչ է անում։ Մինչ Քրիստոսի այս հաղթական մուտքը, այս կոչը նաև ուղղված է մեզ։ Մինչ Քրիստոս կգա երկրորդ անգամ, մենք անելիք ունենք։ Եվ ո՞րն է այս անելիքը։ Անելիքը հետևյալն է։ Եսայիա մարգարեություն 62-րդ գլխի հատվածը 10-րդ համարից, ուր Եսայիան հետևյալն է ասում. Անցեք դարպասներից, պատրաստեցեք ժողովրդի ճանապարհը, շտկեք ուղին, մաքրեք քարերից, դրոշակ բարձրացրեք ժողովուրդների վրա։ Ահա թետերն ինչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը, ասացեք Սիոնի դստրերը, ահավասիկ գալիս է քո փրկիչը, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, եւ նրա հատուցումը նրա առաջ, նրանց պիտի կոչեն սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ, եւ քեզ պիտի կոչեն փնտրված եւ չլքված քաղաք։ Առաջի հատվածը կդնես, մինչ այս հաղթական մուտքը Եսայիա մարգարեն կոչ է անում, որ պատրաստենք ճանապարհը։ Եվ ինչ անենք, քարերից մաքրենք այս ճանապարհը։ Եվ ճանապարհը պատրաստել, քարերից մաքրել, նշանակում է, որ մենք մեր կյանքին ուշադրություն պիտի դարձնենք։ Մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը, ինչպիսի քարեր կան մեր կյանքում։ Վստահ եմ այս տեսարանին շատ ծանոթ եք, որ եթե քաղաքը գյուղաքաղաք է մի քիչ, մանավանդ Հայաստանում շատ տենց գյուղեր ունենք, որ գյուղական մթնոլորտը, հա, ճամփարները մաքրված չեն, խոտ ա բուսնում, բայց եթե հանկարծ այդ գյուղ կամ գյուղաքաղաք այցելում է
մի հատ պաշտոնյա կամ նախագահ միանգամից ինչ են անում, ճանապարհները մաքրում են, դրսևորում են, որ գա տեսնի մաքուր է եւ այլն, եւ շատ կեղծում են սա։ Արդյոք երբ որ ես այն կոչ անում, որ մենք մեր ճանապարհները պատրաստենք, չես կարող կեղծել, չես կարող սпасել այնքան, մինչև որ լսես, որ փողը հնչեց ու Տերը գալիս է նոր անցնես մաքրելու ճանապարհդ։ Այսօրվանից պիտի մաքրես։ Այսօրվանից պիտի կյանքիդ քարերը այս ճանապարհից հեռու տանես։ Մաքրես այս լայն ուղին, որի միջով Տերը պիտի անցնի այդ քարերից։ Եվ այդ ճանապարհը մեր կյանքն է։ Մեր անցնելիք կյանքն է։ Ինչպիսի քարեր կան, ինչպիսի խոչընդոտներ կան, որոնք կխանգարեն Քրիստոսի հաղթական մուտքին քո կյանք։ Հիմա է ժամանակը պատրաստելու։ Հիմա է ժամանակը գեղեցկացնելու ճանապարհդ, քարերից մաքրելու, մի կողմ դնելու, որպեսզի սիրտը ճիշտ այս թարգմանության մեջ հետաքրքիր նախադասություն կա, որ ասում է լայն ուղին մաքրեք։ Կածան մի դարձրեք Տիրոջ ճանապարհը ձեր կյանքում, լայն ուղի դարձրեք, մաքրված, գեղեցիկ, զարդարված ոչ թե քեզ համար, այլ Տիրոջ համար, որ Տերը գալու է եւ այս գեղեցկությունը տեսնելու է քո մեջ։ Այն բոլոր մեղքերը, որոնք որ կան, այսօր մաքրիր քո սրտից։ Դեն նետիր ճանապարհից, որ ճանապարհը հարդարված լինի իր համար դեպի քո